Կեսօրն է հայկական երաժշտական հեռուստաալիքի եթերում, ես Անիդաշյան եմ, բարի կեսօր, այսօր իմ տաղավարում են երգչուհի Լիդուշիկը և երգահան Էդգար Ալեքսանյանը, բարի կեսօր։ Բարի կեսօր։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն ձեզ նույնպես հյուրընկալելու համար։ Ինչ տրամադրությամբ եք արթնացել։ Սկսենք Լիդուշիկից։ Շատ բարձր, շատ լավ։ Ես ամբողջ գիշեր աշխատել եմ, ինձ համար բարի առավոտ է։ Շատ լավ, միջև կեսօր ինչ եք հասցնում անել։ Դե իհարկե դասեր։ Շուտ կարողանում եք արթնանալ։ Ես այո։ Դե հիմա քանի որ իմ դասերը սկսում են 9:30, 9-ին 9:30 արթնանում եմ։ Էդգար, գիշեր աշխատում ես։ Նայած որ։ 1-2-ին։ Ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը մի անգամից։ Ես եթե տրամադրություն չեմ ունենում եւ դա շատ հազվադեպ է լինում։ Եվ շատ լավ է որ հազվադեպ է լինում։ Երգը երաժշտություն է մի անգամից։ Աշխատանքը, որ դեպի լավ ուղղվածություն ունենում, դեպի դրական, միանգամից դե տրամադրությունը բաց։ Կարող է բարձրացնել տրամադրությունը։ Սովորաբար արթնանալիս ինչի մասին եք մտածում։ Որ օրը անցնի բարձր տրամադրությամբ ամենակարևորը, ոչ մի խոչընդոտներ չլինեն, դե իհարկե նոր աշխատանքներ, նոր երգեր, նոր պլաններ, որ ամեն ինչ լավ լինի։ Շատ կարևոր եւ դրական բաների մասին է մտածում Լիդուշիկը։ Էդգար։ Ես երևի հաց ուտելու։ Շատ կարևոր բանի մասին է մտածում Էդգարը։ Արթնանում ես պետք է հաց ուտել, լիցքավորվել, նոր սկսել օրը եւ շարունակել։ Բառ կամ արտահայտություն, որը վերջերս հաճախ եք օգտագործում։ Մի քիչ շատ եմ օգտագործում աղբերես։ Արդեն այնքան շատ, որ աղջիկներն էլ դիմում են աղբերես։ Ստացվում է։ Լիդուշիկ չի հիշեցիր։ Չէ, վերջերս երևի հիմնականում երգի վերնագիրը, տեսահոլովակի, իմ փոքրիկ Հայաստան հիմնականում դա է անդադ երկում։ Որտեւ անդադ հարցեր են տալիս դրա վերաբերյալ։ Ես էլ շատ հարցեր կտամ, բայց քիչ անց, որն է վերջին ժամանակաշրջանի ձեր կյանքի սաունդթրեքը։ Երևի ամեն մեկից մի քիչ սաունդթրեկա, տենց միքս է իմ մոտ էլի ավելի շուտ էդի։ Լավ, այս բան ստուդիային որ գործն է կիսատ։ Որ գործերը երևի գործերը, ահա։ Միանգամից մի քանիսի վրա կարողանում ես աշխատել։ Դե հիմնականում էձևանում, որտեղ երկար չես կարողանում աշխատել մի գործի վրա։ Պետքա հոգնեցնում է։ Այո, պետքա մի քանի ժամ տեղափոխվես ուրիշ տրամադրություն։ Լավ, մի քանիսի անուններ նշենք գոնե։ Չէ, չնշենք, լավ, փակագծերը չենք բացում։ Իմը երևի վերջի երկու ստեղծագործությունները, որոնք տեսահոլովակ ունեն, Լալալան նա ավելի ռիթմիկ, պարային, ուրախ տրամադրությամբ եւ իմ փոքրիկ Հայաստանը, որ ավելի մելոդիկ, որ տխուր ինչ-որ տրամադրությամբ այո։ Երկուսը միասին է։ Ովքեր են մեր օրերի հերոսները ձեզ համար։ Ինձ համար իմ շրջապատող իմ ընկերները։ Շատ հետաքրքիր պատասխան հնչեց այսօր։ Ամեն օր երբ կանգնում եք հայելու առաջ, ում եք տեսնում։ Դե իհարկե առաջինը իսկ ամեն օր հայելու առաջ կանգնելով հասկանում ես, որ Լիդուշիկ ամեն օր մեծանում է։ Չես նկատում դու։ Չէ, ես հիմնականում չեմ նկատում։ Չեմ ուզում նկատել, ճիշտն ասած։ Պետք է չի նկատել, Էդգար։ Ես չեմ մտածել ինչ որ հայելում առաջ տենց շատ քիչ ժամանակ է լինում։ Երևի սանվելուց է։ Այևի չես ասում տեսնել ով է կանգնած հայելուց այն կողմ։ Իհարկե հագուստը ես ուղում, տեսքդ եւ տանից դուրս ես գալիս։ Ինչ քառատող կհիշեք այս պահին։ Երգից դե ինչ որ ընդհանրապես բանաստեղծություն միգուցե։ Երևի ավելի շատ երգից տողեր, հենց կարելի է հիշել իմ փոքրիկ Հայաստանի տողերը, որը որ Ես ամեն ինչ անեմ, որ դուք դեռ չխոսեք փոքրիկ Հայաստանից, դուք հանդարտ խոսում եք։ Դե քառատողը կարելի ասել, որ իմաստը։ Ակա դեռ էլի էդի ոնց որ։ Լավ, ասեք փոքրիկ Հայաստանից տողեր ասեք։ Սա իմ տունն է, իմ փոքրիկ անկյունն է, պապիկիս տնկած ծառի պտուղն է, երբ մեծանամ սրտումս կպահեմ, երբ մայրս ինձ ասում էր եւ կանչում էր իմ փոքրիկ Հայաստան։ Շնորհակալություն, այս պահին առաջարկում եմ դիտել տեսահոլովակը Իմ փոքրիկ Հայաստան։ Կատարում է Լիդուշիկը, որից հետո վերադառնում ենք եւ շարունակում ենք զրուցել։
Իմ քնքուշ, իմ անուշ, կարոտիմ հայրենիք, կդառնամ պահապանքո դաշտերին ու իմ մասիս սարին ես խոստանում եմ հայրենի երկիր վերադառնալ սա քո տունն է քո փոքրիկ անկյունն է պապիկիդ տնկած ծառի պատուհն է երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր իմ փոքրիկ սա քո տունն է քո փոքրիկ անունն է պապիկիդ տնկած ծառի պատուհն է երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր իմ փոքրիկ Հայաստան Կեսօրն է հայկական երաժշտական հեռուստաալիքի եթերում բարի կեսօր բոլորին ովքեր այս պահին կարողացան միանալ այսօր իմ տաղավարում է երգչուհի Լիդուշիկը եւ երգահան Էդգար Ալեքսանյանը քիչ առաջ դիտեցինք Լիդուշիկի վերջերս նկարահանած Փոքրիկ Հայաստան երգի տեսահոլովակը իսկ այս պահին ճիշտ ժամանակն է որպեսզի մանրամասներ ներկայացվի թե երգից եւ թե տեսահոլովակից խնդրեմ Լիդուշիկ Երգը գրվել էր երաժշտությունը եւ կրկներգը միասին գրվել էր տարեսկզբին Եվ շատ առիթներ կային, որ կարող է երգը ներկայացնել համերգային կատարման տեսքով, բայց Էդգարը թույլ չտվեց եւ խորհրդի կարգով ասեց, որ ավելի լավ է տեսահոլովակով, դեռ մի պետք չի տեսահոլովակով կներկայացնենք մի անգամից, ես լսեցի Էդգարին եւ տեսահոլովակը որովհետեւ Էդգարը քո երաժշտական պրոդյուսերն է, այո, ինչպես նաեւ իմ բազմաթիվ սա արդեն Էդգարի թվով երրորդ երգն է Եվ խոսքերի եւ երաժշտության հեղինակն է, Պարը երգերի հեղինակն է Էդգարը։ Երաժշտպարը երգի երաժշտության համահեղինակ է Էդգարը։ Լալալա երգի եւ խոսքերի եւ երաժշտության հեղինակն է եւ Փոքրիկ Հայաստանի։ Էդգար, ինչու թույլ չտվեցիր, որպեսզի Լիդուշիկը երգի այս երգը համերգների ժամանակ միշտ տեսահոլովակ ունենալը։ Ավելի Իմ կարծիքով ինքը այն երգն է, որ պետքա ճիշտ տեղ հասցվի, այս այն տարբերակն է, որ ամբողջական պետք է ներկայացվեր, տեսահոլովակով, պատկերով ամբողջական, պատկերով, որպեսզի ավելի տպավորիչ լիներ եւ ավելի հասանելի լիներ, թե ինչա իր մեջ տրված այդ երգի էլի։ Երաժշտության եւ խոսքերի հեղինակն է նորից Էդգար Ալեքսանյանը։ Երբ է ծնվել երգը ինչ պայմաններում հատուկ մտածված էր որ Լիդուշիկն է կատարելու երգը թե երգը ճիշտ ասած այդ կրկներգը երաժշտությունով խոսքերով մի առաջինը հենց միանգամից դա ծնվեց եւ դեռ կուպլետը չկար իրա միանգամից հենց պատկերացրել եմ Լիդուշիկին ու առաջարկել եմ հավանությունը բնականաբար ստացել ենք խոսքերի հետ կապված հասկացանք երաժշտության հետ եւս տեսահոլովակը ով է նկարահանել, քանի օրում է նկարահանվել տեսահոլովակը։ Դե իհարկե համաձայնությունից հետո մի անգամից սկսեցինք արդեն աշխատել երգի վրա, գործիքավորում, ձայնագրում։ Տեսահոլովակը նկարահանել է Արտյոմ Հարությունյանը, իմ բազմաթիվ տեսահոլովակների ռեժիսորը։ Նկարահանել ենք Դիլիջանում 1.5 օր եւ Կայարանում։ Դե իհարկե տեսահոլովակի ընթացքում ինձ հետ նաեւ պրոֆեսիոնալ դերասաններ էին Ռուբեն Կարապետյանը, Աշոտեր Մաթեոսյանը, Օֆելիա Զաքարյանը եւ Լորան Դեմիրճյանը։
Լիդուշիկ շատ փոքր տարիքից ես երգում նկարահանում տեսահոլովակներ եւ այդ process-ին այսպես ասած սովորես, բայց ամեն անգամ բնականաբար դժվարություններ են առաջանում։ Ինչ դժվարություններ առաջացան այս անգամ։ Դժվարություններ չառաջացան, ճիշտն ասած, հիմնականում ես ամեն ինչին դրականով եմ նայում։ Չէ, դժվարություններ չեն եղել, որովհետեւ ինձ համար հաճելի։ Միշտ եկի ճերճիները դժգոհում են, որ շատ ցուրտ է նկարահանման հրապարակում, մրցել են, հիվանդացել են մի քանի օր։ Ցուրտը, չէ, այդքան ցուրտ չէր։ Կարելի ասել հենց այդ օր, երբ որ մենք նկարահանում էինք, արև էր։ Ճիշտ է, մի պահ անձրև եղավ, բայց մի անգամ ամենակարևորը արևը չուշացավ։ Չուշացավ, այո, արևը։ Չէ, այդքան ցուրտ չէր, նորմալ էր։ Շատ դրականորեն է մոտենում բոլոր դժվարություններին, Լիդուշիկը հասկացանք, պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում։ Էդգար, վերջնական արդյունքից երգի եւ տեսահոլովակի դու գոհ ես։ Այո։ Գոհ եմ Լիդուշիկից առաջին հենց կատարման համար, որովհետեւ այսպես ասեմ, կա ինքը այն երգներ, որ պետք է սկզբից մինչև վերջ զգացմունք դրվեր։ Ես անգամ Լիդուշիկին ինչ որ չեմ ասել sense երկի առաջինը հենց խոսքը եղել է որ զգում ես, հա, ինքը կատարեց իդեալական sense ասեմ, շատ ճիշտ տարիքն էլ հաշվի առնելով ինքը շատ մեծ հոգի ունի դրանից եզրակացություն։ Որ երրորդ տեսահոլովակներ թվով թվով 8-րդը երևի Այնքան շատ են տեսահոլովակները, որ նույնիսկ դժվար է հիշել։ Երևի թե 8-րդ տեսահոլովակը թվով։ Տեսահոլովակների դիտելիություններին որքանով ես ուշադրություն դարձնում, Լիդուշիկ։ Ասեմ, որ ես շատ ուրախ եմ, այսպես ասեմ, ինձ համար շատ ուրախալի փաստ է, ճիշտ է մի քանի օր է ինչ արդեն համացանցում է, տեղադրված է վիդեոն։ Չգիտեմ, ես ուրախ եմ, որ իմ այս երգը նույնպես սիրվեց, քանի որ այն շատ հուզիչ, շատ հոգով, այսպես ասեմ, երգ էր եւ ուրախ եմ, որ ամեն մեկը երգը յուրովի ընկալեց, օրինակ երեխաները նույնիսկ առիթ եմ ունեցել տեսնելու, որ երեխաները նույնիսկ լեգոներով, իրենց խաղալիքներով տնակ են պատրաստում եւ երգում են տան, սա իմ տունն է, սա իմ անկյունն է, այսպես ուրախ եմ, որ նաեւ փոքրերի աշխարհում սիրվեց, երգում են նաեւ փոքրիկները։ Չգիտեմ։ Դիտելիություններ քեզ համար կարևոր են, թե չէ, որովհետեւ հասկացա արդեն, որ կարևորում ես արձագանքը եւ ամենակարևորը յուրաքանչյուրը ընկալում է յուրովի։ Այո, իհարկե։ Հետևում եմ։ Հաջողություններ գրանցել է։ Այո, իհարկե։ Լավ, Էդգար, դու ավելի լավ կհետևես դիտելիություններին, կարծում եմ։ Ես, հա, պետք է հետևել, որովհետև դրանից արդեն քո մոտը ձևավորվում է, թե հաջորդ քայլը ինչ պետք է անես, որովհետև եթե դիտելիությունը կա, դե հիմնականում պետք չի հենց սովորել դիտելիության վրա, որովհետև լավն էլ են շատ նայում, վատն էլ են շատ նայում։ Եվ նաև դիտելիություններ կարելի է գնել այսօր վերջի վերջո։ Վերջի վերջո կարելի է գնել, այո։ Բայց հաճելի է, որ շատ մարդիկ են դիտել արդեն տեսահոլովակը։ Այո, եթե դու գիտես, որ դա գնված չի ու դիտելիությունը ռեալ է, դա արդեն քեզ էլ ավելի ուժ է տալիս, որ աշխատես, ուրախանում ես, որ սիրվել է, գնահատվել է։ Մեկնաբանությունների մասին խոսենք։ Ինչ մեկնաբանություններ են գրվում ընդհանրապես քո տեսահոլովակների, երգերի եւ արած գործունեության մասին, Լիդուշիկ։ Կարդում ես, հետևում ես, ինքը Teli Mայրիկը ընթերցում է եւ որը ցանկանում է, քեզ ասում է, որը ոչ։ Չէ, այդ արդեն մեկնաբանությունները չէ։ Հիմնականում մեկնաբանությունները շատ են լինում եւ ասեմ, որ մի քանի անգամ արդեն հանդիպել եմ եւ նույնիսկ նամակի տեսքով որ բոլորին կարծում են, թե սա ֆիլմ է եղել եւ երգը ֆիլմի սաունդթրեքն է։ Չէ, սա ուղղակի տեսահոլովակ է, որ իմ արդեն հաջորդ տեսահոլովակ։ Փոքրիկ ֆիլմ տարբերակով է ներկայացվել, բացապես տեսահոլովակը։ Բացապես է, փոքրիկ ֆիլմ տարբերակով է ներկայացվել, սա հիմնական իրականում ֆիլմ չի, ու սաունդթրեք չի, ուղղակի տեսահոլովակ է, իմ տեսահոլովակն է։ Դե իհարկե մեկնաբանությունները շատ դրական են լինում, հիմնականում հուզիչ, նույնիսկ այդ կոմենտներ ասված է, հիմնական
կան մարդիկ, որ այնպիսի բաներ են գնում, որ նույնիսկ կարդալուց դու հենց ինքդ ուզվում ես։ Իսկ բացասական բովանդակության մեկնաբանություններ, կոմենտներ եղել Չէ, են։ դեռ չեմ հանդիպել։ Ում կողմից ես ընդունում քննադատական կարծիք։ Առաջին հերթին իմ ընտանիքի անդամներից, իմ քույրիկ եղբայրներից, առաջինը կարելի ասել ես ինքս ինձ շատ եմ քննադատում ամեն ինչից հետո միանգամից սա պետքա չանի, սա պետքա անի։ Դե իհարկե բոլորի կարծիքներն էլ ընդունում եմ, չկա ինչ-որ մատ, որ ասեմ, չէ, ես քո քննադատությունը չեմ ընդունում, դե իհարկե բոլորի կարծիքն է պետք է հաշվի առնես, որովհետև ինձ չի թվում, որ վատով այն ասում այսպես ասեմ։ Դե իհարկե ժողովրդի կարծիքը նույնպես, որովհետև մենք ժողովրդի ես անում եմ իմ հանդիսատեսի համար եւ նրանց կարծիքը ինձ համար պետք է կարևորել։ Այո։ Ահա։ Էդգար, որքան ժամանակ է արդեն համագործակցում ես Լիդուշիկի հետ եւ որքանով է հեշտ եւ որքանով դժվար աշխատել եւ համագործակցել նրա հետ։ Լիդուշիկի հետ արդեն 2008 թվականից ստիկի երգից սկսված, դե որպես գործիքավորում, ցանագրում Լիդուշիկի հետ միշտ հաճելի ա եղել աշխատելը, հեշտ ա եղել ու ինքը այտենց պոզիտիվ ներկա ինքը այտենց պոզիտիվ ա ներկայանում, ավելի մոտեցումն էլ ա իր երգին, որը որ ինձ դուր ա գալի, այսինքն իր կարծիքը հաճախ է հայտնում այս կամ այն աշխատանքի վերաբերյալ, ասում որ ես այսպես եմ ավելի շատ ուզում, որովհետև այսպես եմ զգում, թե ինչ ներկայացնում ես, միանգամից համաձայնում եմ։ Չէ, քննարկում է անպայման, որովհետև կատարողն ինքն է, պետք է իրան առաջինը հարմար լինի, հետո ընդհանուր քննարկման արդյունքում, այո, համաձայնության են գալիս եւ արդյունքում ունենում ենք լավ արդյունք, ես կասեմ։ Լավ, տեսահոլովակ որքան ժամանակ մեկ ես հասցնում նկարահանել Լիդուշիկ։ Դե նախորդ տեսահոլովակս կարծեմ թե շատ վաղուց չէր նկարահանվել։ Հունիսի 6-ին, ինչքան հիշում եմ, նույնիսկ թիվն եմ հիշում օրը։ Հունիսի 6-ին դե շատ ժամանակ չի անցել, տարի, այսպես չէ։ Եվ որքանով ես կարևորում տեսահոլովակը, որքանով է կարևոր ըստ քեզ տեսահոլովակը երգչի համար եւ երգի համար։ Դե եթե լինում է այնպեսի մի երգ, որը անպայման տեսահոլովակ է պահանջում, այսպես ասեմ։ Երբ ես զգում որ այդ երգը տեսահոլովակ է պահանջում։ Երգը միանգամից լսելուց հետո եւ արդեն երբ որ ես եմ եկում, արդեն ձայնագրված տարբերակից հետո միանգամից լսելուց հետո ես միանգամից արդեն փորձում եմ իմ երևակայություններն արդեն մտածում եմ, թե օրինակ գեղեցիկ կլինի տեսահոլովակով, թե չէ օրինակ ինչ սյուժե կարող է լինել, ասենք այս երգի։ Նույնիսկ ռեժիսորի փոխարեն ես կարողանում մտածել։ Դե հա, փորձում եմ իմ երևակայությունները մի քիչ աշխատել, ասել։ Օգնել, այո։ Ես լսելուց հետո նույնիսկ լինում են, երբ որ իմ ընտանիքի անդամները եւ նույնիսկ ինձ այդ կարա, ասենք, ասում որ այս երգը կարող է տեսահոլովակով նաեւ լինել։ Դե իհարկե։ Եվ ինչ է տալիս տեսահոլովակը երգին։ Շատերն ասում են որ երկարացնում է կյանքը երգի։ Դու ինչ կասես։ Իհարկե, երկարացնում է կյանքը, մարդիկ լսելու եւ լսում են եւ դիտում են, այսպես ասեմ։ Ավելի հեշտ են կարողանում ընկալել, մարսել։ Այո, երևի։ Իմ կարծիքով նո տեսահոլովակը մի քիչ էլ պարտադրողական բնույթ է կրում, այսինքն եթե երաժշտությունը կամ երգը լսում ես, դու քո ներաշխարհով ես հասկանում իրան, բայց երբ որ արդեն տեսահոլովակ ունի, արդեն պարտադրում է որ դու իրան տենց ընկալես։ Եթե ճիշտ արվում աշխատանքը տեսահոլովակի, բնականաբար պարտավորված արդեն իրան հենց այդ տարբերակով են ընկալում։ Այո, այսինքն կարող է երգը գրվի, բայց մի քիչ տեղ թողվի, որ տեսահոլովակով լրացվի։ Լրացվի, ամենակարևորը չպետք է խանգարի երգը եւ տեսահոլովակը միմյանց, պետք է լրացնել։ Շնորհակալություն։ Այս բան գովազդային ընդմիջում է, որից հետո վերադառնում ենք եւ շարունակում ենք զրուցել։
Շարունակվում ենք այսօր հայկական երաժշտական հեռուստաալիքի եթերում իմ տաղավարում է երգահան Էդգար Ալեքսանյանը եւ երգչուհի Լիդուշիկը։ Դիտեցինք Լիդուշիկի վերջերս նկարահանած տեսահոլովակը, Փոքրիկ Հայաստան երգի հիման վրա է նկարահանվել տեսահոլովակը, հասկացանք արդեն, որ թե խոսքերի եւ թե երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է։ Շատ հեռուստադիտողներ նաեւ առաջին անգամ այսօր իմացան, որ Էդգարը Լիդուշիկի երաժշտական պրոդյուսերն է, ոչ միայն երգի հեղինակն է, փաստորեն երաժշտության եւ խոսքերի, այլև երաժշտական պրոդյուսերը, եւ Էդգարը նշեց, որ շատ հեշտ է աշխատել Լիդուշիկի հետ, որովհետեւ նա շատ դրական եւ պոզիտիվ կերպար է, ինչպես գիտենք շատերս, բոլորս։ Նաեւ արդեն երրորդ երգն է, չէ՞։ Էդգարը հեղինակում ինչպես է կոչվում լալալա պարը, որտեղ համահեղինակ է եւ արդեն Փոքրիկ Հայաստանը։ Ինչ արձագանքներ է ունեցել Փոքրիկ Հայաստան երգը, Լիդուշիկ։ Նախ ասեմ, որ այս երգը ինձ օգնեց ավելի խորը, ավելի լավ գիտակցել, որ ես հայ եմ։ Օգնեց ինձ ավելի շատ սիրել իմ տունը, իմ ընկերներին, իմ ծնողներին, իմ բակը, իմ դպրոցը, իմ շրջապատին, որովհետև հայրենիքը հենց սկսում է մեր տանից։ Այո, օրինակ հայրենիքը հենց ինձ համար սկսում է իմ մայրիկի օրորոցից։ Հայրենիքը ինձ համար ապրում է իմ երգով, իմ Փոքրիկ Հայաստանում եւ ապրելու է շատ ու շատ գեղեցիկ նոր երգերով ինձ համար։ Հիմնականում նույնիսկ եղել են Էդգարն էլ ինձ հետ միասին կհաստատի, որ եղել են դեպքեր, երբ որ ինձ նույնիսկ զանգահարել են եւ գրել են նամակի տեսքով, որ այն մարդիկ, ովքեր ապրում են արտասահմանում եւ նոր են գնացել, նրանք վերադառնում են Հայաստան, իսկ այն մարդիկ, ովքեր պատրաստվում էին լքել Հայաստանը, չեն լքում։ Երգը լսելուց հետո Եվ այսքանով միայն կարելի ասել, եթե թեկուզ մեկ հոգի չի գնացել Հայաստանից ընդմիշտ եւ թեկուզ մեկ հոգի պատրաստվում է վերադառնալ, կարելի է համարել գործը իսկապես որ կայացած։ Այո, եւ այս երգը կարելի է որպես կոչ, որ կոչ են կանում բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր ապրում են, ծնվել են արտասահմանում, Սփյուռքում, վերադառնան, գոնե իսկ եթե ոչ թե ապրեն, եթե չեն ցանկանում իհարկե ապրել, բայց ինձ չի թվում նրանք բոլորն էլ ցանկանում են լավատեսորեն է մոտենում գոնե մեկ անգամ այցելեն եւ տեսնեն մեր երկիրը, իրենց հայրենիքը, իսկական հայրենիքը։ Այո։ Շատ լավ, Էդգար, դու ինչ կհավելես։ Ինձ էլ շատ արձագանքներ եղել, շատ են գրել, անգամ որ ես որոշել էի մեկնել, բայց էլ չեմ մեկնելու, շատ են գրել ու ամենաազդեցիկը նաև որ թեկուզ իմ հարազատները կամ բարեկամները որ դիտում են, ես վատ եմ զգում, որտեվ երգի վերջում արդեն իրենք տենց կարմիր աշկերով, այո, բոլորը արտասում են, հուզվում են։ Իսկ երբ որ երգը կարողանում է հուզել, երբ որ կարողանում ես փշաքաղվել երգը լսելիս, արդեն կարելի է խոսել այդ երգի կայացած լինելու մասին եւ ստեղծագործական։ Ինչի համար ես ստեղծագործության, ինչի համար ես ձեզ շնորհավորում եմ իհարկե։ Գիտեմ, որ պատրաստում ես մեկնել։ Ուր ես մեկնում, Լիդուշիկ։ Մի քանի օրից կմեկնեմ Բուլղարիա։ Քանի որ ես արդեն Իգոր Կրուտոյի ակադեմիայի սան եմ համարվում, իմ առաջին վարպետության դասերը կանցնում են այնտեղ Բուլղարիայում։ Իսկ հետո երբ որ վերադառնամ, պետք է լինի նոյեմբերի 27-ին պրեմիերա, ֆիլմի պրեմիերա գեղարվեստական, իմ փոքրիկ տեսացում։ Փաստորեն Լիդուշիկը նաև իր ուժերը փորձում է դերասանական արվեստում։ Ֆիլմից մանրամասներ ներկայացնենք։ Ֆիլմը ֆանտաստիկ կինոկատակերգություն է եւ նույնիսկ ասեմ այն տղան ով ինձ հետ խաղացել է որպես հարևանի տղա տեսահոլովակում մենք ծանոթացել ենք հենց ֆիլմի ընթացքում միասին ենք խաղում այսպես ասեմ դե իմ կերպարը ավելի լուրջ ավելի հավասարակշռված ուղղություն ցույց տվող չծիծաղող հիմնականում լուրջ ոչ մեկին ուշադրություն չդարձնող, ինչպես ինքնամփոփ կերպարը։ Այո, ավելի շատ, որը ճիշտ է, այդքան նման է ինձ, մի փոքր մասով նման է, մի փոքր մասով ոչ։ Քեզ հետ միասին ովքեր են նկարահանվել ֆիլմում։
Հիմնականում երեխաներ են եւ մեծ դերասաններ են, բայց հիմնականում երեխաներն են խաղում։ Ես եմ Լիլիթ Թոխատյանն է, Տաթևիկ Պողոսյանը, Լորան Դեմիրճյանը, Արեգ Գալոյանը եւ Արման Հովանեսյանը։ Քանի օր նկարահանվեց ֆիլմը եւ էլի բարդություններ չառաջացան քեզ համար։ Ֆիլմը նկարահանել ենք Դիլիջանում եւ Երևանում, քանի որ դա մի օրվա պատմություն է։ Չէ, դժվարություններ չեղան։ Միանգամից կարողանում էիր ընկալել ռեժիսորի առաջադրանքը եւ ներկայացնել։ Դե քանի որ փորձել էինք արել, արդեն նախապատրաստվել էինք եւ սցենան արդեն անգիր գիտեինք, որպեսզի դժվարություններ չառաջանային նկարահանման ստուդիայում, բայց չէ, դժվարություններ չկային, ամեն ինչ հետաքրքիր էր անցնում, նույնիսկ նկարահանման process-ը, դե քանի որ հիմնականում երեխաներով էինք, դուք եւի կպատկերացնեք այնտեղ ինչ էր կատարվում։ Որքան հետաքրքիր էր։ Եվ որքան դժվար մեծերի համար կառավարել երեխաներին։ Երբ է ֆիլմի պրեմիերան։ Նոյեմբերի 27-ին։ Չես դիտել, չէ՞ կարծում եմ դեռ վերջնական տարբերակով։ Չէ, ընդհանրապես չեմ դիտել, այսպես ասեմ, բայց խոստացել եմ, որ դու եւս շատ անհամբեր ես։ Այո, ես էլ շատ անհամբեր եմ, խոստացել եմ, որ փակ դիտում պետք է լինի։ Հուսամ շուտով կլինի, դե իհարկե իմ վերադառնալուց հետո, շրջագայությունից հետո։ Արդեն կլսենք կարծիքներ նաեւ դերասանուհի Լիդուշիկի վերաբերյալ։ Լավ, Էդգար, խոսենք նաև քո գործունեությունից մի փոքր, Լիդուշիկի սպացիելում հետ ես համագործակցություն այս պահին։ Այս պահին շոու բիզնեսի մեծամասնության հետ համագործակցում է Էդգարը։ Դե շատ են։ Մենք մի քիչ երկիշները ավելի շատ են, քան թե գործիքավորողները, այդ պատճառով մի քիչ զբաղվածությունը շատ է, շատերի հետ ենք համագործակցում։ Ամենակարևորը հասցնում ես բոլորին ճիշտ ժամանակին իրենց աշխատանքները վերադարձնել եւ բոլորը կարծում են գոհ են մնում իրենց աշխատանքներից։ Լիդուշիկ, նշեցիր, որ ֆիլմում նկարահանվել ես, պատրաստում ես մեկնել դասերի, իսկ դպրոցի դասերի մասին ինչ կասես։ Շատ ես բացակայում, ինչպես են մոտենում ուսուցիչները այս հարցին, ինչպես ես լրացնում դասերդ։ Ասեմ, որ քանի որ ես արդեն ավարտել եմ 9-րդ դասարանը եւ հիմա սովորում եմ Երևանի ջազային եւ էստրադային պետական քոլեջում, առաջի կուրսում, ճիշտ է, բացակայությունները հիմնականում շատ են լինում, բայց անպայման կփորձեմ լրացնել։ Խոստանում եմ լրացնել։ Այո, խոստանում եմ լրացնել։ Բռնումով են մոտենում նաև դասախոսները այս դեպքում, ես չգիտեի, որ դու արդեն առաջին կուրսում ես սովորում։ Լիդուշիկը բոլորի աչքի առաջ մեծանում է եւ ինձ թվում է դեռ դպրոցական է, չնայած որ 9-րդ դասարանից հետո կարելի է լինել 10-րդ դասարանում դպրոցական։ Բայց փաստորեն ջազ քոլեջում առաջին կուրսում է սովորում։ Ուղղվածության փոփոխություն լինելու է։ Երաժշտական։ Երաժշտական։ Այսինքն ոճդ փոխելու ես, թե ոչ։ Չէ, երևի։ Ոճային փոփոխություններ դեռևս չեն սպասվում։ Դեռևս չէ։ Կտրուկ չէ, բայց իմպրովիզներ հնարավոր են։ Այո, բնականաբար։ Իսկ համերգների մասին ինչ կասես։ Համերգների դե իհարկե պատրաստում եմ էլի շրջագայությունների հոկտեմբերի 5-ին կայացավ իմ թվով 5-րդ մենահամերգը Վանաձորում։ Դե իհարկե պատրաստում ենք համերգների։ Ինչպես արձագանքեցին Վանաձորի բնակիչները քո մենահամերգի ժամանակ, ինչպիսի ընդունելություն եղավ։ Դե իհարկե բարձր ծափարություններ, ջերմ մթնոլորտ, մենք ես երեխաների հետ անձամբ շփվեցի, միասին զրուցեցինք, երգեցինք, պարեցինք, ուրախացանք, համերգից վերջում շփում եղավ հանդիսատեսի հետ, ձայնասկավառակներ, դե պոստերներ, արձագանքները շատ լավն են, ինձ, չգիտեմ, ես շնորհակալ եմ Վանաձորի բնակիչներին, որ կարողացան ապահովել բարձր տրամադրությունը իրենց ծափահարություններով։ Դու քո դրական լիցքերը փոխանցեցիր, բնականաբար նրանք էլ ես փոխանցեցի եւ նրանք բարձր ծափահարությունների միջոցով։ Կարծում եմ արտիստի երգչուհու համար սա շատ կարեւոր գնահատական է հանդիսատեսի բարձր ծափահարությունները։ Շնորհակալություն, մեր եթերաժամ մոտեցավ իր ավարտին, լավ զրույցի, հետաքրքիր, ուրախ, ջերմ զրույցի համար։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալություն ձեզ։
Այսօրվա համար այսքանը հագուստս տրամադրել են Next խանութ սրահը։ Ես Անի Դաշյանն եմ։ Մեր կեսօրին հետևեք յուրաքանչյուր օր կեսօրից կհանդիպենք։